ամեն ինչ սկսվում է թարմ կաթից։ Այսօր, ինչպես խոստացանք, մեր տաղավարում զրուցելու ենք իդրամ համակարգի մասին, կպարզենք, թե ինչ հիմնական գործառույթ է իրականացնում այս համակարգը եւ ինչու է հարկավոր օգտվել դրա առաջարկած ծառայություններից։ Եվ այսպես բարի լույսի տաղավարում են իդրամ ընկերության կոմերցիոն տնօրեն Աննա Գրիգորյանն ու ընկերության PR մենեջեր Տաթև Մադաթյանը։ Բարի լույս, ուրախ ենք ձեզ հյուրընկալելու մեր տաղավարում եւ առաջին հարցը՝ ինչ ծառայություններ է առաջարկում իդրամ համակարգը եւ ինչպես օգտվել դրանից։ Շատ բարի։ Ես սկսեմ, հավանաբար։ Շնորհակալություն նախհրավերի համար։ Ուրեմն իդրամը վճարային համակարգ է, որը ծառայություններ է մատուցում օֆլայն եւ օնլայն միջավայրերում։ Համակարգը 11 տարի առաջ է ստեղծվել եւ հենց օնլայն միջավայրում Իդրամ.am կայքում մարդիկ արդեն 11 տարի կարող են իրենց վճարումները իրականացնել օնլայն։ Խոսքը կոմունալ վճարումների մասին է, վարկերի մարման, այն բոլոր վճարումները, որ մեզ պետք են գալիս առօրյայում։ Կարելի ասել իդրամը մեր կենցաղը, մեր կյանքը հեշտացնող գործիք է։ Միանգամայն հեշտացնող, այսօր շուրջ 130,000 օգտատեր գրանցված հաճախորդ ունենք մենք, որոնք նախընտրում են 130,000, այո, 130,000, որոնք նախընտրում են հենց իդրամով իրականացնել իրենց վճարումները։ Ինչու են նրանք նախընտրում իդրամը։ Առաջին հերթին ժամանակը խնայող գործիք է իդրամը։ Դու ժամանակ չես կորցնում հերթեր կանգնելով ավելորդ քաշքշուկների մեջ, չէ՞ որ դրանք պարզ գործողություններ են, ընդհանրապես վճարում պետք է անես, բայց քեզ ստիպում են բազմաթիվ գործընթացների միջով անցնել, իսկ այս դեպքում մտնում ես միայն իդրամ.am կայք կամ առավել հարմար տարբերակով, եթե սմարթֆոն օգտագործող ես եւ սմարթֆոնդ Android կամ iOS օպերացիոն համակարգերով աշխատող, այո, հավելված։ Իդրամ.am-ը ներբեռնում ես, գրանցվում ես շատ պարզ գործընթացով եւ լիցքավորումից հետո հաշիվը սկսում ես բոլոր վճարումները իրականացնել հենց արդեն հեռախոսից։ Ինչպես է լիցքավորում հաշիվը, ավելի մանրամասն որ հասկանա, որովհետեւ շատերը չեն հասկանում ինչպես է վճարումը կատարվում։ Այո, լիցքավորման բազմաթիվ տարբերակներ ունենք եւ ամենահարմար տարբերակը վերջերս մեծ հաջողություն սկսեց վայելել մեր օգտատերի շրջանում, բանկային քարտով լիցքավորման տարբերակն է, այսինքն լիցքավորման համարել տարածություն պետք չէ կտրել արդեն։ Դու ունես բանկային քարտ, անմիջապես առանց միջնորդավճարի, հիմնական քարտերի դեպքում առանց միջնորդավճարի լիցքավորում ես հաշիվդ ու կատարում վճարումները։ Կարող են սովորական ամենապարզ տերմինալներից լիցքավորել մեր մասնաճյուղերից, որոնք շուրջ 20-ն են արդեն մեր մասնաճյուղերը, տերմինալներից, բանկային քարտերից։ Պարզապես ամեն անգամ պետք է լիցքավորել։ Այո, հաշիվը պետք է լիցքավորել։ Կարելի ասել, սա մեր անկանխատեսելի է, թե որքան կլինեն, ասենք, կոմունալ վճարումներ։ Այո, մեր դրամապանակն է։ Նախապես կարողանում եք տեսնել, այսինքն հարցում կատարել հենց ձեր հեռախոսի, հա, սմարթֆոնով միջոցով տեսնում եք որքան գումար է, այդքան գումարը կարող եք անմիջապես ձեր քարտից լիցքավորել ձեր սմարթֆոնի դրամապանակի մեջ, հա, այդպես ասենք, ու տեղում կատարել վճարումը։ Այսինքն, այսպես է, մենք երկու հնարավորություն էլ տրամադրում ենք։ Դուք կարող եք գումարը լիցքավորել, պահել դրամապանակում, ցանկացած ժամանակ, երբ դա ձեզ պետք լինի, կարող եք կատարել ձեր վճարումը, եւ հակառակը, եթե չեք ուզում այնտեղ պահել գումար, դուք ամեն պահի, ցանկացած պահի ձեր քարտից կարող եք այդ գումարը լիցքավորել ձեր դրամապանակի մեջ։ Դրա համար ընդհանրապես պետք է ներբեռնել ինչ-որ ինֆորմացիա։ Այո, Google Play-ում, Android-ի դեպքում եւ App Store-ում, եթե iOS iPhone հեռախոս ենք օգտագործում, փնտրում ենք իդրամ բառը, ներբեռնում ենք, գրանցվում հենց հեռախոսի համարով ենք գրանցում անում, որը դառնում է մեր հաշվի համարը, այնուհետև լիցքավորում ենք, ծանոթանում ենք վճարել բաժնում վճարումներին եւ ցանկացած վճարում կարողանում ենք հենց հեռախոսից իրականացնել։ Եվ հետաքրքիր է, քանի մասնաճյուղ ունի իդրամը եւ որտեղ որ մարզերում կան, այո, կան հնարավորություն ունեն օգտվելու այս։ Այս պահին իդրամ ունի շուրջ 20 մասնաճյուղ, դրանք հիմնականում տեղակայված են այսօր Երևանում, մասնաճյուղ ունենք նաեւ Վանաձորում, ակնկալում ենք նոր մասնաճյուղեր ունենալ նաեւ մարզերում։ Կուզեի հատկապես նշել, որ վերջերս մեզ մոտ մասնաճյուղ բացվեց նաև Երևան մոլում, այսինքն փորձում ենք լինել մեր հաճախորդներին մոտիկ, լինել այն վայրերում, որտեղ որ հա, նրանք շատ են։ Նաև վերջերս մենք տեղափոխեցինք մեր գլխամասը նոր հասցե, Խանջան 41, որտեղ եւ մեր հաճախորդներին սիրով սպասում ենք։ Իսկ որքանով ապահով է այս համակարգը։
Արդյոք չի կարող օրինակ ինտերնետը կտրվել եւ այդ գումարը ինչ որ միտեղ մնա, չհասնի դրամ կամ հակառակը։ Շատ հաճախ տրվող հարց է։ Ասեմ, որ գործունեության 11 տարիների ընթացքում չի եղել դեպք, որ որևէ դրամ պակասի որևէ մեկի դրամապանակից, բջջային դրամապանակից, այս դեպքում գումարը ավելի ապահով է, քան մեր ֆիզիկական դրամապանակներում, ես հավատացնում եմ, որովհետև ֆիզիկական դրամապանակից կորած գումարը այլևս հետագիծ չունի, չգիտես որտեղ կորա այդ գումարը։ Իսկ մեր դեպքում ամեն ինչ էլեկտրոնային է։ Համակարգը պատասխանատվություն է կրում ձեր լիցքավորած գումարի համար։ Նա միշտ գիտի, թե որտեղ է ձեր գումարը եւ երբեք անհետ այդ գումարը չի կարող որևէ ճանապարհ անցնել։ Այսինքն, եթե անգամ կապ է ընթացվում եւ այլն, ձեր դրամապանակում է մնում ձեր գումարը, վճարումը չի իրականացվում։ Եթե դուրս է եկել, ուրեմն վճարումը իրականացվել է։ Ամեն ինչ շատ պարզ է։ Բացի այդ, մի փոքր հավելում ունեմ, կա որոշակի անվտանգության աստիճաններ, որոնցով մենք դա ապահովում ենք, հա, օրինակ նույնիսկ եթե հեռախոսը կորչի, միևնույն է վճարում կատարելու համար գործում ունի PIN կոդ։ Այսինքն, եթե դուք այդ PIN կոդը չեք հավաքում, ձեր գումարը ձեր դրամապանակից չի կարող դուրս գալ։ Հետևաբար այդ առումով ինձ թվում է Տաթևի հետ պետք է համաձայնեմ, որ ավելի ապահով է։ Իսկ դուք գիտեք մոտավորապես ովքեր են օգտվում ձեր ծառայություններից, ինչ տարիքային խումբ, մասնագիտությամբ առավել շատ ովքեր են։ Այո, իհարկե մենք պարբերաբար անում ենք հետազոտություններ, մեզ հենց հետաքրքիր է թե ովքեր են մեր հիմնական օգտատերերը։ Ասեմ, որ տղամարդկանց շրջանում է հիմնականում Իդրամը մեծ ճանաչում եւ այո, հիմնական 30-ից 40 տարեկան թիրախային խումբն է, որոնք տեխնոլոգիաների հանդեպ հակվածություն ունեն, այո, եւ ամենակարևորը չունեն վախը տեխնոլոգիաներից։ Նրանք ուզում են նոր գործիքներ եւ մեզ շնորհակալ եմ, որ կարողանում ենք Հայաստանում ապահովել դա, որ իրեն ժամանակը հնարավորություն ենք տալիս խնայելու։ Իհարկե հիմա արդեն ընդլայնվում է այդ շրջանակը եւ շատ մասաների համար է հետաքրքիր դառնում, որովհետեւ շատերն են սկսել հասկանալ, որ ժամանակը մեր ունեցած գլխավոր կապիտալն է, կարելի ասել, եւ պետք է այն խնայել։ Պետք է խնայել ու չծախսել անիմաստ ճանապարհներով։ Իսկ հանրային միջոցառումներ կազմակերպում եք իրազեկելու նպատակով մարդկանց, որպեսզի այս խումբը ավելի ընդգրկուն լինի։ Այո, իհարկե մենք շփվում ենք մեր օգտատերերի հետ, հաճախ տարբեր միջոցառումներով եւ ասեմ նաեւ եթե նոր ծառայություն ենք ունենում, անպայման իրազեկման միջոցառումներ անում ենք, վերջինը հենց բանկային քարտերից լիցքավորումն է, կարծում շատերը հասցրել են նաեւ տեղեկանալ այդ լիցքավորման այդ տարբերակին, այնպես որ առհասարակ մեր, ինչպես ասեմ, երևի սկզբունքներից մեկն է մոտիկ լինել մեր հաճախորդին ու լսել իրենց կարծիքը։ Այսինքն ոչ թե ստեղծել product, հետո փորձել վաճառել, այլ հասկանալ ինչի կարիք ունի հաճախորդը, նոր այն ստեղծել։ Դրա համար մեզ համար շատ կարևոր է այդ հետադարձ կապը, ոչ միայն միակողմանի, այսպես ասած, միջոցառում, այլ նաև լսել իրենց կարծիքը։ Եվ հետաքրքիր է, որքան արագ են ավելանում օգտատերերը, ասում եք, որ 100,000 արդեն գերազանցում է։ այո, 100,000 Կա վիճակագրություն, որքան արագ են նրանք ավելանում ձեր կատարած աշխատանքին զուգահեռ։ Կա այդպիսի վիճակագրություն իհարկե, սկսած երևի թե սեպտեմբեր ամսից կտրուկ աճ ենք նկատում, կարելի է ասել մինչև ամսական կտրվածքով իհարկե, հիմա ձեզ կոնկրետ նույնիսկ թիվ կարող եմ ասել, ամսական ունենում ենք մոտ առապես 12-13,000 գրանցում։ Գրանցում արդեն։ Շատ լավ, շնորհակալություն, հաջողություն ենք ձեզ մաղթում, եւս մեկ անգամ հիշեցնում ենք մեր հեռուստադիտողներին, որ սա իսկապես հարմար համակարգ է, դուք խնայում եք ձեր ժամանակը եւ վստահ եք, որ ձեր դրամը երբևէ չի կորի։ Եվ նյարդերը։ Հիմա առաջարկում